Բարև ձեզ, այսօրվա հանրահավաքից, քայլերթից ինչ սպասելիքներ ունեք, քարոզարշավը գրեթե մոտենում է ավարտին, այս անցնող օրերին քաղաքացիների տրամադրություններն ինչպիսին են։ Անցնող օրերին քաղաքացիների տրամադրությունները մարտական, տեսնում ենք օր-օր ավելի աճում է վստահությունը, հավատը դեպի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, գիտեք, որ առաջարկ Հայաստանին ծրագրով մասնակցում է նաև Մայր Հայաստանը եւ դեմոկրատական այլընտրանքը եւ տեսնում ենք, որ քարոզարշավը իր պտուղները տալիս է, մարդիկ ավելի շատ դրական են գնահատում մեր քարոզարշավը եւ ավելի միահամուռ ձևով փորձում են իրենց մասնակցությունն ունենալ այս իշխանությունից օր առաջ, րոպե առաջ ազատագրվելու process-ին։ Խորհրդանշական օր է այսօր, մենք քայլելու ենք մեր առաջնորդի Անդրանիկ Թևանյանի լուսանկարով, որովհետև նա ապօրինաբար է գտնվում, շինծու գործ են կարել եւ մեկ մարդու հրահանգով այս պահին առանց իրավական հիմքերի, առանց որևէ գործի, առանց մեղադրանքի, այս պահին Անդրանիկ Թևանյանը զրկված է որպես падգամավորի թեկնածու։ Իդեպ գործող իշխանությունը ասում է, որ պարոն Ծառուկյանը գիտեր, որ Անդրանիկ Թևանյանը գործակալ է, հենց իրենց կուսակցության երկրորդ համարը գործակալ է։ Գործակալները լիքն են քաղաքացիական պայմանագրում եւ եթե Նիկոլ Փաշինյանը գործակալ է փնտրում, ապա ամեն առավոտյան, երբ որ արթնանում է եւ հայելու մեջ է նայում, նա վստահաբար տեսնում է այն գործակալին, որը Հայաստանի Հանրապետությունը տանում է դեպի թրքացում։ Նա վստահաբար հայելու մեջ նայելով Նիկոլը տեսնում է, թե ով էր, որ Արցախի վերածննդի հրապարակում գոչում էր Արցախը Հայաստան է եւ վերջ, բայց Պրահայում մի անձնյա ստորագրում եւ Արցախը հանձնում էր Ադրբեջանին։ Նիկոլը այն գործակալն է, ով կարողացել է Հայաստանի Հանրապետությունում բերել ատելություն, բերել պառակտում եւ ժողովրդի պայքարի ուժը փորձել է նսեմացնել, բայց փառք Աստծո, այսօր քարոզարշավի արդեն վերջին օրերն են, մենք պատվով պետք է արձանագրենք, որ քարոզարշավը նորից կարողացավ հայ մարդու մեջ արթնացնել պայքարի ոգին, այն մարտունակ ոգին եւ հայի այն ոգին, որը պայքարելու է եւ վերջում է արթնանում, իսկ ընտրության օրը արդեն ամենավերջին օրն է, վերջն է լինելու, կամ լինելու ենք մենք, կամ լինելու է Էրդողանը, Ալիևը, Նիկոլն չի լինելու, որովհետև մենք գիտենք, որ դավաճանին չեն ներում, եթե Նիկոլը դավաճանել է հայ ազգին, ապա առաջին հերթին եւ Էրդողանը եւ Ալիևը վրեժը լուծելու են Նիկոլից, հետո նոր արդեն վերջնականորեն մտնելու են իրենց խոսքերով ասած արևմտյան Ադրբեջան, որը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքին է վերաբերում։ Որ ուժերի հետ եք պատրաստվում համագործակցել եւ որ ուժերի հետ եք բացառում համագործակցել։ Մենք գնում ենք, ինչպես Մայր Հայաստան դաշինքը ձևավորվելու առաջին նպատակ դրել է ամբողջական իշխանափոխությունը, նույն ձևով շարունակում ենք առաջարկ Հայաստանին ծրագրով ամբողջական իշխանափոխության։ Արդեն մեր քաղաքացին քվյախցիկում ընտրությունը կատարելիս հնարավորությունը եթե կտա մեզ, ապա կստանա այն անսահմանափակ հնարավորությունը, որը բերելու է իրեն նախ երաշխավորված խաղաղություն, իրականում խաղաղություն, ոչ թե պատերազմ, եւ երկրորդ սոցիալական զարգացում եւ բարգավաճ երկիր արժանապատիվ քաղաքացի ունենալու հրամայականով։ Թե որ ուժերի հետ կհամագործակցենք, դա արդեն ընտրությունների արդյունքները ցույց կտան։ Նախագահ պարոն Ծառուկյանը հրաժարվեց հանրայինի կազմակերպած մեծ բանավեճից, որ այսօր է տեղի ունենալու, ինչու նման որոշում կայացրեց։ Ճիշտ ասած, այդ հարցին միգուցե ինքը անձամբ կպատասխանի, բայց ես եւս կողմ էի, որպեսզի հանրային հեռուստաընկերությունը, որը սնվում է մեր հերոս Նիկոլի խոսքերով ասած հերոս հարկատուներից, բայց ծառայում է ընդամենը մեկ կուսակցության շահերին, որն էլ սպասարկուն եւ ներկայացուցիչն է թուրք-ադրբեջանական տանդեմի։ Այս պարագայում մենք տեսնում ենք, որ նախորդ բանավեճերը չեն եղել քաղաքական, չեն եղել ծրագրերի միջև, այլ իշխող ուժի ներկայացուցիչները փորձել են հնարավորինս ոչ թե ներկայացնել, թե ինչ են արել եւ ինչ են պատրաստ անելու, այլ փորձել են սադրել մարդկանց, որպեսզի նրանք էլ հնարավորություն չունենան
ունենան ներկայացնելու այն, ինչը որ բանավեճի արդյունքը պիտի լինի, քաղաքացիները ընտրողը պիտի տեսնի բանավեճի արդյունքում վերլուծությունը եւ հասկանա, թե որ տեխնացուների միջև, որ ծրագրերի միջև պիտի ընտրություն կատարի։ Այս ամենը հանրայինի բանավեճը չի ապահովում եւ ես եւս ողջունում եմ Գագիկ Ծառուկյանը, որ հրաժարվել է մասնակցել այդ բանավեճին, որովհետեւ այն, ինչը որ ուզում էինք մենք ասել մեր ընտրողներին, մենք ասել ենք քարոզարշավի ընթացքում շփվելով քաղաքացիների հետ, նաեւ տնետուն այցելելով եւ գետնի վրա շփվելով։ Իդեպ ասեմ, որ մենք շփվել ենք գրեթե Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում, կարելի է ասել բոլոր ընտրողների հետ, անգամ քաղաքացիական պայմանագրին սատարողներին բացատրել ենք, թե ինչ վտանգներ է իրենից ներկայացնում սխալ ընտրությունը։ Ուստի ես օգտվելով այս հնարավորությունից եւս մեկ անգամ կոչ եմ անում քվեախցիկում քվեաթերթիկները ընտրելիս ընտրել այնպիսի քվեաթերթիկ, որի ընտրության համար չափսոսակ եւ մենք ստիպված չլինենք մեր շիրիմները թողնելու Թուրքին, ինչպես Արցախը դատարկվեց եւ մնաց Թուրքին, այնպես էլ Հայաստանը չդառնա Արևմտյան Ադրբեջան։ Իսկ Նիկոլի Կիրթ եւ կառուցողական տերերը, Էրդողանը եւ Ալիևը ամեն ինչ անում են, որպեսզի Երևանը դառնա Իրևան, իսկ Հայաստանը Արևմտյան Ադրբեջան։ Պայքարելու հնարավորությունը քվեաթերթիկն է եւ պատկերացրեք, որ այդ քվեաթերթիկը վճռորոշ է լինելու։ Հենց քո քվեաթերթիկը, սիրելի ընտրող, վճռորոշ է լինելու։ Ուստի խնդրում եմ եւ նաեւ, քանի որ պայքարել եմ հենց առաջին օրվանից Նիկոլի իշխանության դեմ, մի փոքր իրավունք վերապահելով պարտադրում եմ, որպեսզի ճիշտ ընտրություն կատարել, ընտրել ազգային ուժերին եւ թույլ չտալ, որ մեր երեխաներին հանկարծ թուրքը բռնաբարի, թուրքը սրախոխող անի, այնպես որ ճիշտ ընտրություն հունիսի 7-ին ընտրում ենք համար 7-ին։ Շատ շնորհակալ։